Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր ոնց որ ավարտվեց այդ Եվրո ժողով էր խորհուրդ էր, չեմ իմանում ոնց էր կոչվում, թե մոտենում է ավարտին, ոնց որ երկու բառով դրա մասին ասեմ, բայց հիմնականում պետք է անվտանգության մասին խոսեմ այսօր մի քանի բառով։ Ուրեմն այդ Եվրո ժողովի հետ կապված, ուրեմն դիվանագիտության առումով իմ կարծիքով լավ է, որ այդքան երկրների ղեկավարները եկել էին Հայաստան, դա ողջունելի է, բայց եթե մեր դիվանագիտությունը մի քիչ կաղում է, այսպես մեղմ ասած, ու այդ ամեն ինչը ուղղված էր Ռուսաստանի դեմ, դա իմ կարծիքով անվտանգության առումով այդքան էլ շատ վատ է նույնիսկ կարելի ասել, բայց իմ տպավորությունը այնպիսին էր, որ այդ եվրոպացիները եկել էին մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին, այտենց իմ անձնական տպավորությունն է դա։ Լավ, հիմա էդի չի հարցը, հիմա ինչ խնդիր է այստեղ, տեսեք, ես ահագին կարծիքներ լսեցի տարբեր և Եվրոպամետ, և Ռուսամետ մասնագետների, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների, հիմնականում նրանք ասում են ռուսներին հանենք, եվրոպացի գան, մեզի կպաշտպանեն, այս մյուսներն էլ ասում են եվրոպացի կխաբեն, ավելավա ռուսները մնան մեզ պաշտպանեն, ամեն ինչ նորմալ կլինի, հիմնականը էս էր, տեսեք ինչ սխալ միտք է երկու կողմից էլ, ինչ սխալ միտք է, այսինքն ամբողջ հասարակությանը ուզում են համոզել, որ ինչ որ մեկը մեզ պաշտպանելու է։ Հիմա ժողովուրդ ջան, ես ուզում եմ ասեմ, որ պետք չի, մոռանում ենք պատմությունը, ուրեմն մեզ պատմությունը ոչինչ չսովորեցրեց, այսքան ժամանակ էլի, այսքան աղետներ եկավ մեր գլխի։ Հիմա տեսեք, այդ որ ասում են ֆրանսիացիները եւ աղթը մեզ չպաշտպանեցին, մեր զորքին թողեցին մենակ, այստեղ ասում են ռուսները թողեցին մենակ մեր զորքին ինչ որ մի թվականին, բա տենց էլ պետք է լինի։ Այսինքն դուք ոնց ինչ էիք ուզում, որ ուրիշ ազգը գա մեր հողը պաշտպանի մեր տեղը, դա եք դու մտածում եք դա տենց բան չի լինելու։ Ինչ որ մեկը չի գալու մեր հողը պաշտպանի, եթե մենք դա չենք անում։ Այո, ճիշտ դիվանագիտության դեպքում եւ եթե մենք ինքներս դա պաշտպանում ենք մեր հողը, մեր շահերը, մեզ կօգնեն, Ֆրանսիան էլ, Ռուսաստանն էլ դրանք մեզ միշտ էլ կօգնեն, եթե մենք նորմալ ձևով ամեն ինչ անենք եւ ինքներս զբաղվենք մեր հայրենիքի պաշտպանությամբ։ Տենց բան չի լինում, որ ուրիշ զինվորը գա քո հողը պաշտպանի ու դու դիվանում նստես կամ ինչ-որ միտեղ խնջույքի մասնակցես, այդպես բան չկա։ Հիմա տեսեք մի հատ հասարակ օրինակ, ասենք դու զինվոր ես, քո Հայաստանի զինվոր ես, քո հայրենիքի զինվոր ես, բայց քո ղեկավարությունը ուղարկում է քեզ զորք է ուղարկում ինչ-որ մի երկիր պաշտպանելու, հարևան բարեկամ երկիր պաշտպանելու, դու գնում ես այդ երկրում տեսնում ես, որ այդտեղի հիմնական, ասենք, տղամարդիկ զբաղված չեն այդ հայրենիքի պաշտպանությամբ, բայց տվյալ երկիրը պատերազմի մեջ է, ու դու տեղ պետք է քո կյանքը զոհաբերես ուրիշ հողի համար։ Կմնաս այդտեղ, կմնա այդ հողը պաշտպանես։ Կարող է, եթե նրանք էլ մասնակցեն ամբողջությամբ, դու էլ հետը օգնեք, այդ նույն պատմությունն է։ Ֆրանսիացին օրինակ գաստեղ, տենա հայերը չեն ուզում մասնակցեն, մեծամասնության մասին է խոսքը, իրանց հայրենիքի պաշտպանության, կամ ռուսը որ գա տեսնի, ու ինքը պաշտպանելու է, տենց բան չկա, մոռացեք։ Պարտադիր դու պետք է անես դա։ Մինչև մեր հասարակությունը չհասկանա, որ հայն է հայոց հողի պաշտպանը, հայը մեր եղբայր եզդիները եւ մյուս մեր եղբայրական ազգերը, ովքեր մեր հայրենիքը մեր հետ կիսում են, մնացածները չեն անելու դա, ոչ էլ օգնելու են, միայն ոնց որ միշտ պատմությունը ցույց է տալիս, օգտագործելու են եւ դեն նետեն, այսպես կոպիտ ասած կներեք, դեն նետեն։ Մինչև մենք դրանով ինքներս չզբաղվենք, չի լինի դա։ Դրա համար ես չգիտեմ, պետք է հասարակությունը հասկանա սա, ընդունեն, որ ցանկացած տղամարդ ինքը պետք է հասկանա, որ իր հողի, իր տան պաշտպանը ինքն է,
Իսկ հայրենիքը դա մեծ ընդհանուր տունն է, այսինքն այդ կոլեկտիվ պաշտպանությունը պետք է բոլորին վերաբերի, ոչ թե միայն զինվորին, որ 18-ից 20 տարեկան, այլ բոլորին համատարած։ Մինչև էսի չմտցնենք չի լինելու մեր մեջ։ Սենց էլ այս կորուստները, այտենց էլ տարիներով, հարյուրավոր տարիներով գայս է, սենց էլ կորուստներով գնալու ենք։ Հենց մեր պատմենք տեսանք ինչ կատարվավ մեր հետ։ Դրա համար այս ամեն ինչի մասին եկեք մտածենք, որ մենք ենք անելու դա ու հույսներս չդնենք ուրիշների վրա։ Չասեք չի լինում, ղեկավարությունը այս ղեկավարությունը հավերժ չի, այս ղեկավարությունը գնալու է։ Պարզ է, այս ղեկավարության դեպքում շատ դժվար է հայրենիք պաշտպանելը, երբ որ ղեկավարությունը հրաժարվում է հայրենիքի մի մասից, պարզ է, ես բան չունեմ ասելու, չես կարա, դժվար է դա։ Բայց մեկը ինչ է լինի, եթե հայրենիքը սրբություն է, ցանկացած դեպքում պետք է պաշտպանես, չէ։ Էդ է։ Սա է ուզում ասել, ես մասին մտածեք, կարող եք ձեր կարծիքները նույնպես գրել եւ կիսվել տեսանյութը, տեսնենք ժողովուրդը ինչ են այս մասին ասում, թե էլի ուզում եք հույսներս դնենք ինչ որ մեկի վրա։ Նաև չասեք չենք կարա, փոքր երկիր ենք, քիչ ենք, այս կողմը, տենց բան չկա, եթե համատարած բոլորը մասնակցեն հայրենիքի պաշտպանությանը, ոչ մեկ էլ մեզ չի կարող հաղթել։ Մեր թշնամիները այդքան էլ հզոր չեն, այդ ոնց որ ներկայացնում են։ Նաև մի հատ օրինակ բերեմ, մեր հարևան Պարսկաստանը, պարսիկները, Իրանը։ Տեսեք, Ամերիկան ու Իսրայելը, որ հարձակվան Պարսկաստանի վրա, այդ հարձակվող ուժը ես ոնց համեմատեմ, Ամերիկայի բանակը աշխարհի ամենահզոր բանակն է, Իսրայելն էլ քիչ հզորություն չունի, ասենք տեխնոլոգիաներով եւ այլն, կարելի է համեմատել այսպես, բայց տեսակ չէ պարսիկները ոնց դիմակայեցին, քանի որ ղեկավարությունը շատ հզոր է, այնտեղ այնպիսի սիստեմա է ներդրված, որ ասենք չի լինի հայրենիքը չպաշտպանել։ Ուզում է կապը լինի, չլինի, մարդը լինի, այն մեկը զովավ, ղեկավարը զովավ, մեկը այնտեղ ուղիղ գնում է հայրենիքի պաշտպանությունը, հողի պաշտպանությունը։ Համեմատեմ այսպես, օրինակ եթե Թուրքիան եւ Ադրբեջանը միասին ամբողջ իրանց ուժով հարձակվեն Հայաստանի վրա, այդպիսի համեմատություն կարելի անել։ Ու մենք հանգիստ Իրանի պես կարայինք պաշտպանվենք, եթե բոլորը մասնակցեն, կարանք պաշտպանվենք։ Այդքան ավելի ես շատ քիչ փոքր համեմատություն արեցի։ Օրինակ Ամերիկայի հզորությունը շատ ավելի մեծ է, ռազմական, քան թե ասենք Իրանինը։ Իսրայել, Ամերիկա, որ հարձակվավ Իրանի վրա, դա չեն կարող համեմատել, որ Թուրքիա, Ադրբեջան իրար հետ հարձակվեին Հայաստանի վրա։ Այդպես բան չէ։ Այդ որ ասում եք չենք կարա։ Կարանք։ Ուղղակի պետք է ուրեմն հասկանանք ինչ է հայրենիքը, ինչ է արժանապատվությունը, բոլորը, ոչ թե ինչ որ մի մասը, ժողովրդի մի փոքր մասը մասնակցի, տենց չի։ Օրինակ 20 թվին, այո, շատ քիչ մարդ է մասնակցել հայրենիքի պաշտպանությանը։ Բոլոր տեղերից, թե Արցախից, թե Երևանից, ամբողջությամբ չենք մասնակցել։ Մենք ճիշտ է, այդտեղ դավաճանություն, մյուս էդի առանձին հարցեր է, բայց այդ բանը ներդրված չի ընդհանուր էլի։ Հիմա սա պետք է մենք մեր մեջ մտցնենք ու ամեն մեկը սկսենք մեզանից։ Ոչ թե մտածենք, որ ես զինվոր չեմ, ես չեմ կարա, ամեն մեկը թող իր գործը անի, տենց բան չկա։ Ցանկացած տղամարդ, ամեն մեկը իր չափով, իր հնարավորության չափով պետք է հասկանա, որ ինքը պետք է մասնակցի հայրենիքի պաշտպանությանը ցանկացած ժամանակ, երբ որ դրա հարկը լինի, դրա կարիքը լինի։ Օրինակ հասարակ բան, պետք է ունենաս մի ինչ-որ պայուսակ, որի մեջ այդ ամեն ինչը պատրաստ դրած է, որ ցանկացած վայրկյանի վերցնես, եթե քեզ կանչեն, վերցնես ու նույն վայրկյանին գնաս հայրենիքդ պաշտպանելու։ Օրինակ ես այդ պայուսակը շատ շուտվանից միշտ ունեցել եմ, միշտ, որի մեջ ամեն ինչ կա, հասարակ բան եմ ասում, չեմ ասում զենք մյուս։ Ու իմ ասենք տնեցիներն էլ դա գիտեն։ Ճիշտ է, իրանք կարող է նեղվում են, այդ պայուսակը տենում նեղվում են, բայց գիտեմ, որ դա ինչի համար է այնտեղ դրած։ Այդ հասարակ բան եմ ասում։
Հա, տնեցիների ասեմ, իհարկե կանայք, մայրերը, քույրերը այդպիսի դեպքերում միշտ չեն թողնում, որ իրենց ընտանիքի տղամարդը ասենք գնա մասնակցի հայրենիքի պաշտպանությանը, միշտ խոչընդոտում են, դա նորմալ երևույթ է, դա նորմալ է, պետքա դա նորմալ ասենք հոգեբանորեն մարդկանց ընտանիքի անդամներին դրան նույնպես պատրաստ է։ Ես շատերին գիտեմ, չեն կարողացել մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, քանի որ օրինակ եմ ասում, ընտանիքի անդամի ինչ-որ մեկի սիրտը այնքան է վատացել այդ պահին, որ պետքա տղամարդը գնա, ինքը ստիպված չի գնացել, քանի որ կարող է ընտանիքի, ասենք, մայրը կամ կինը մահանար, սրտի, ասենք, այդ անբավարարության պատճառով այդքան նեղվել են։ Պետքա պատրաստ լինեն, բոլորը ընտանիքներով, բոլորը պատրաստ լինեն, որ տղամարդը դա պաշտպանն է, առաջի գործը դա է, հետո նոր մնացած հարցերը։ Մինչև էսը չմտցնենք, չի լինելու, հարց չի լուծելու, բայց պետք է անենք, ժողովուրդ, անելու ենք, ես անձամբ դրանով շատ եմ զբաղվելու։ Տեսա, դրա համար հույսներս ոչ մեկի վրա չենք դնում, միայն մենք ենք, այսքանը։